Մենք հրաշալի Աստված ունենք, ով իր միածին որդին չխնայեց մեր փրկության համար, եւ 2000 տարի առաջ մոռացված ու լքված եւ սատանայի կողմից գերեվալյան մարդու համար խաչի մահով Հիսուս Քրիստոսը մեռավ, հարություն առավ, որ այսօր ես ու դու հավիտյան երկնքում իր հետ լինենք։ Փառք Հիսուսին, փառք Հիսուսին։ Սիրելի Աստծո ժողովուրդ, ես Աստծո օգնությամբ ուզում եմ խոսել հավատարմության եւ պահելու մասին, հավատարիմ լինել եւ պահել մինչեւ վերջ, որպեսզի վերջում մեզ Տերը կյանքի պսակը տա, այն պսակը, որ խոստացել է մեզ մեր Հայրը։ Եվ սիրելի Աստծո ժողովուրդ, ինչպես երկի մեջ բառերը ասվում էր, այո, Երանի այն օրը, երբ որ մենք գնանք երկինք եւ այնտեղ կհանդիպենք բոլոր սուրբերին, մեր հարազատներին, ովքեր որ Քրիստոսով ննջել են, եւ Հիսուս Քրիստոսին կփաթաթվենք եւ իր վերքերը տեսնելով, վերքերի տեղերը մենք հավիտյան կտեսնենք սիրո ապացույցը, փառք Հիսուսին։ Ես ուզում եմ կարդալ Ավետարանից Հայտնության գլխի Հայտնության թուղթ մի քանի համարներ, երկրորդ գլուխ 25 համարում, եւ այդ բոլոր համարները մի բանի մասին են խոսում։ Հայտնության երկրորդ գլուխ 25 համար գրված է այսպես. Բայց այն, որ ունիք պահեցեք մինչև որ ես կգամ, եւ 26 համար, եւ ով որ հաղթում է եւ իմ գործերը պահում մինչև վերջը, նրան իշխանություն կտամ ազգերի վրա։ Եվ ուզում եմ կարդալ Հայտնության 3-րդ գլուխ 3 համար. Արդ հիշիր, թե ինչպես ընդունեցիր եւ լսեցիր, եւ պահիր եւ ապաշխարիր։ Եվ Հայտնության 3-րդ գլուխ 11 համար. Ահա ես գալիս եմ շուտով, պահիր այն, որ ունիս, որ ոչով չառնե քո պսակը։ Եւ Հայտնության 2-ի 10 համարը, որի վրա հիմա ուզում եմ շարունակել, գրված է այսպես. Հավատարիմ եղիր մինչև հիմա, եւ կյանքի պսակը կտամ քեզ։ Սիրելի Աստծո ժողովուրդ, Հայտնության մեջ նաև գրված է Հովանես առաքյալը, երբ որ Պատմոս կղզում բանտարկված էր Հիսուս Քրիստոսի վկայության համար, եւ Տերը նրան ցույց տվեց մի շատ հետաքրքիր արտասովոր բան, երկնային տեսիլքը, թե ինչ է լինելու վերջում, ամենավերջում, եւ նա տեսավ եկեղեցին, եւ տեսավ սուրբերի փառքը, եւ տեսավ Գմորթված գառնուկը կանգնած եւ 24 երեցները նրա առաջին, ովքեր որ պսակ ունեին, մեծ եւ փառավոր պսակներ էր տրված նրանց։ Եվ Հովանեսը զարմանքով պատմում է ու ասում, որ այդ 24 երեցները իրանց պսակները հանում էին եւ դնում էին գառի առաջին, որ թագավորների թագավորն է։ Այո, մենք որ գնանք երկինք, Տերը մեզ տա արդարության պսակը, մենք այդ պսակը սիրով, առանց վախենալու, առանց մեզի համարելու, պիտի այդ արդարության պսակը դնենք Հիսուսի ոտերի առաջին եւ երանի մեզ, եթե մենք հասնենք այդ օրվան։ Սիրելի Աստծո ժողովուրդ, բայց Սուրբ Գիրքը անհանգստացնելու համար մեզ, սթափեցնելու համար եւ մեր անձը քննելու համար ասում է. պահիր եւ հավատարիմ գտնվիր մինչեւ հիմա, որ քո կյանքի ավարտի մեջ դու կանգնես եւ ամբողջ աշխարհին եւ ամբողջ դիվական աշխարհին եւ Հիսուս Քրիստոսի վկաների առաջ ու ռեշտակների առաջ ասես. ես հավատարիմ գտնվեցի իմ Փրկչին, իմ հավիտենական թագավորին հավատարիմ գտնվեցի։ Սիրելի Աստծո ժողովուրդ, ես ուզում եմ մի ցավալի այդպես եկեղեցի կար, գաղատացիների եկեղեցին, գրված է, դա չեմ կարդա համարը, առաջի գլուխ 6 համարում է գրած, գաղատացիներ, այս եկեղեցուն հաջողվել էր սատանային, որպեսզի նրանից գողանար հավատարմությունը, եւ գաղատացիս եկեղեցին չէր կարողացել պահել այն, ինչ որ Տիրոջից ստացել էր ամենասկզբում։ Եվ ինչ էր եղել, նա անկել էր օրենքի տակ եւ թողել էին Տիրոջը եւ փորձում էին արդար լինել, որ միակ արդարը Հիսուս Քրիստոսն էր։ Եվ Սուրբ Գիրքը ասում է, որ այդպես գաղատացիս եկեղեցին փոխել էր իր պաշտամունքը, փոխել էր ավետարանը։ Այո, եւ ասում է, զարմանում եմ, Պողոս առաքյալն ասում, զարմանում եմ, որ այդպես շուտով ուրիշ ավետարանի եք փոփոխվում։ Այո, եւ շատ ցավալի դեպք էր, որ Հայտնության այդպես նոր կթական մեջ գաղատացիս եկեղեցին կորցրել էր հավատարմությունը եւ այդպես դառը ձևով վերջացավ գաղատացիս եկեղեցին։ Սիրելի Աստծո ժողովուրդ, թող Աստված մեզ օգնական լինի եւ տեսեք Պողոս առաքյալը
Պողոս Արաքյալը Տիմոթեոսին ուղված թղթի մեջ ինչ է հորդորում, եւ ես հավատում եմ, որ Պողոս Արաքյալի ամենամեծ այո սրտի ցավը սա է եղել, որ ով Տիմոթեոս, ինչա քեզ պետք վերջի օրերում անես, ինչա պետք քեզ միջև վերջ հավատարի մնալու համար։ Տիմոթեոս երիտասարդ եպիսկոպոս, ով ամբողջ Էփեսոս քաղաքի ամենապիղծ քաղաքի եպիսկոպոսն էր, եւ Պողոս Արաքյալը նրան ասում էր. ով Տիմոթեոս, պահիր քեզ տրված ավանդը եւ եկած պիղծ ունայնաբանություններից եւ սուտանուն գիտության հակառակություններից։ Այո, սիրելի Աստծո ժողովուրդ, Ավետարանը հորդորում է յուրաքանչյուրիս մինչև վերջ պահիր քեզ տրված ավանդը, այն ինչ որ քեզ Հիսուս Քրիստոսը տվել է։ Եվ ես ուզում եմ մի քանի բան նայել, ինչը մենք պիտի պահենք մինչև վերջ, մինչև երբ որ եթե անգամ չհափշտակվենք եւ պետք է գերեզման մտնենք, հետո նոր հափշտակվենք, որտեղ Սուրբ Ննջեցյալները այդպես ողջ մնացածների հետ միասին պիտի երկինք բարձրանան եւ ամբերով Քրիստոսի հետ հանդիպեն եւ Քրիստոսին որպես իրենց փեսա դիմավորեն երկնքում ամպերի վրա եւ մինչեւ վերջ հավատարիմ մնալու համար Սուրբ Գիրքն ասում է պիտի պահես քո պաշտամունքը։ Եվ ես ուզում եմ ասել, որ մեր շուրջը նայելով շատ ցավալի բաներ ենք տեսնում։ Այո, մեր երիտասարդ եղբայրների քույրերի կյանքի մեջ եւ անգամ մեր շուրջ եղող քույր եղբայրների կյանքի մեջ շատ տեսնում ես, որ պաշտամունքը վերածվել է ուրիշ բաներով։ Եվ ինչպես Սուրբ Գիրքն ասում, չլինի թե քո պաշտամունքի մեջ Աստծուն պաշտելու փոխարեն դևերին սեղանին բան մատուցանես։ Դրա համար Ավետարանն ասում է. պահիր քո պաշտամունքը, հավատարիմ մնա այն պաշտամունքին, որտեղ միայն Աստված պիտի պաշտվի, փառք մեր Հիսուսին։ Եվ երկրորդ բանը, որ Տերն ասում է, հավատարիմ մնա եւ պահիր սերը։ Դու գիտեք, որ Սուրբ Գիրքը շատ է խոսում, այո, սիրո մեջ հավատարիմ մնալ։ Մատթեոս 24:13-ում գրված է, այո, եւ վերջի օրերի մեջ շատերի սերը պիտի սառչի, բայց ով որ մինչև վերջը համբերի, այո, նրան ողորմություն պիտի լինի Քրիստոսից, նա կփրկվի։ Սիրելի Աստծո ժողովուրդ, երանի թե մենք մինչև վերջ առանց կողքերը նայելու, առանց նայելու նրան, թե ով ոնց է սիրում Հիսուսին, մենք այն առաջի սիրով մնանք, ինչպես որ Քրիստոսին ընդունեցինք, ինչպես դուք հիշում եք ձեր ապաշխարությունը, ես էլ եմ հիշում, երբ որ առաջի անգամ Քրիստոս ինձի կպավ, իմ ոտքերը դեռ ծնկի չեկած, թուլանում էր, ոտքերս գնում էի ծնկի, Աստված մի անգամից երկինքն էր բացում, առաջի սիրո շրջանն էր, եւ ես ուրախանում եմ, ասում եմ, Տեր Աստված, ոչ մեկ ինձ չսիրեց, դու առաջինն ես, որ ինձ սիրեցիր, եւ ես իրան սիրեցի, եւ ես սիրո խաթր, ես իմ երիտասարդության տարիները դրեցի իր ոտերի առաջ, եւ ես չեմ փոշմանել։ Սուրբ Գիրքն ասում է, հավատարիմ մնա այդ սիրուն, ամենաշատը Աստծուն սիրի, եւ քո սրտի մեջ ամենաբարձր տեղը, ամենասիրո տեղը պիտի Աստված լինի։ Եվ սիրելի քույրս եւ եղբայրս, եթե մեր սրտի մեջ ինչ որ բաներ, ինչ որ անձեր, տղա կլինի, աղջիկ կլինի, անգամ երբ որ հարազատներ կլինեն, այդ սիրո տեղը գրավել են, Սուրբ Գիրքն ասում է դրանց իջացրու, այդ բոլորին իջացրու, թող առաջի սիրո կրակով ինձ միշտ սիրի եւ հավատարիմ պահի այդ սերը, որ երբ որ ես գամ, սառած չլինես այդ սիրո նկատմամբ։ Եվ սիրելի Աստծո ժողովուրդ, հաջորդ բանը, որ ուզում եմ ասել, Սուրբ Գիրքն ասում է, հավատարիմ մնա եւ պահիր զոհդ եւ զոհասեղանդ։ Եվ որն է դա զոհդ եւ զոհասեղանդ։ Ես մտածում եմ, որ այս վերջի ժամանակների մեջ, ինչպես եղբայրներն ասեցին, հավատացյալները դժվար են աղոթում եւ դժվար են Սուրբ Գիրք կարդում, որտեղ հակառակորդին հաջողվել է գողանալ նրանց ժամանակը այլևս զբաղմունքներով եւ հավատացյալները մոռացել են Սուրբ Հոգու աղոթքը եւ անգամ են չեն մարհանդ աղոթքը Սուրբ Հոգով լցված, որի ժամանակ հիվանդություններն են լքել, որի ժամանակ անհավատ բարեկամներն են ապաշխարել եւ որի ժամանակ եկեղեցին դղրդացել է, այո 70-ականներին, 90-ականներին Հայաստան աշխարհը այդ զոհասեղանների պատճառով, Սուրբ Հոգու լեցունության պատճառով Հայաստան աշխարհը դղրդացել է եւ Սուրբ Հոգին դղրդացել է շատերի սրտերը եւ այստեղ շատերը այդ օրերի պտուղներն եք։ Սուրբ Գիրքն ասում է, հավատարիմ պահիր, որ ոչ մեկ չգողանա զոհը, այո Սուրբ Հոգու աղոթքը, որ ոչ մի բանով չկանգնի, ոչ մի մեղք, ոչ մի Աստծո հետ ունեցած անհաշտություն, Սուրբ Հոգու աղոթքը չտրտմեցնի, հավատարիմ պահի զոհդ, որ ոչ ոք չգողանա։ Եվ հաջորդ բանը, որ ուզում եմ ասել, հավատարիմ պահիր, հավատարիմ մնա անձդ պահիր, որ հանկարծ անձը չդառնա ավազակների որջը։ Սիրելի Աստծո ժողովուրդ, գրված է, որ Հիսուս Քրիստոս երբ որ եկավ Երուսաղեմ, երբ որ եկավ կանգնեց նայեց Երուսաղեմին, ես
սկսեց լացել եւ ասեց Երուսաղեմ, Երուսաղեմ, մարգարեները կոտորող եւ քեզ մոտ ուղարկվածները քարկոցող, քանի անգամ կամեցա քեզ հավաքել իմ թևերի տակ, ինչպես հավը իր ձակերին հավաքում։ Ինչ էր տեսել Հիսուսը, որ կանգնել էր նայել էր Երուսաղեմին հեռվից ու լացում էր։ Սիրելի Աստծո ժողովուրդ, գրված է հաջորդիվ, որ Հիսուս Քրիստոսը Երուսաղեմի մեջից, Երուսաղեմի սրտից, տաճարի մեջից ավազակների որջի ձեռն էր լսում։ Մեկը ծախում էր, մեկը առնում, մեկը գոռում էր, մեկը փող էր փոխում։ Երուսաղեմ սուրբ քաղաք, ինչի էր սիրտը տվել ավազակների որջին։ Եվ սուրբ գիրքն ասում է նայի վերջի օրերիդ մեջ, նայի քո կյանքի ընթացքի վերջի պահի մեջ, քու տաճարդ չդառնա ավազակների որջ։ Դրա համար հավատարիմ պահիր անձդ, որ այնտեղ մենակ Աստված պաշտվի։ Թող Աստված մեզ օգնի այս հարցի մեջ։ Մենք եթե ուզենանք, Տերը մեզ այդ կարողությունը կտա։ Եվ վերջի բանը, որ ուզեմ կարդալ, գրված է հավատարիմ մնա հավատքիդ մեջ, հավատարիմ մնա հավատքիդ մեջ։ Ինչպես երեք Պավել եղբայրը խոսեց, այո, կենթանի հավատքը լեռներն աշարժում, կենթանի հավատքը Ռախաբ կնոջ միջոցով ամբողջ ազգին ապաշխարության է բերում, եւ այդ կենթանի հավատքը ծովը ճեղքել է կարող։ Դրա համար դու քո այդ հավատքը պահի մինչև վերջ, որ երբ որ մենք Քրիստոսի առաջ կանգնենք, մենք ասենք, դու գիտես, որ ես հավատարիմ եմ մնացել, որտեղ նա ինքը մեզ հավատարիմ է մնացել։ Ես Սուրբ գրքից ուզում եմ երկրորդ Տիմոթեոսի վերջացնելով խոսքը 4-րդ գլուխ 7 համարում գրված է այսպես. Սիրելի Աստծո ժողովուրդ, դուք մեր Սերգեյ եղբորը շատերդ կհիշեք, շատերդ նրա հետ քայլել եք, շատերդ տեսել եք նրա ճշմարիտ կյանքը, Աստծո սերը, եւ երբ որ գնաք նրա տապանակարը տեսնեք, եւ այդ տապանակարի տակը տողեր ա գրած, եւ այդ տողերը իր աշխարհին ինքը վկայություն ա տվել, եւ ես էլ անձամբ իմ աչքերով տեսել եմ մարդ, ով ապրում Աստծո հետ, եւ այդ տապանիկարի վրա գրած ա 4-րդ գլուխ 7 համարի 2-րդ Տիմոթեոս այս խոսքերը. բարի պատերազմը պատերազմեցի, ընթացքը կատարեցի, հավատքը պահեցի, այսուհետ մնում է ինձ արդարության պսակը, որ Տերը կտա ինձ այն օրումը, արդար դատավորը, եւ ոչ միայն ինձ, այլև ամենին, որ սիրեցին նրա հայտնությունը։ Այո, Երանի մեզ, երբ որ մենք մեռնելուց, երբ որ այս աշխարհը թողելուց, ինչպես Հոբ ասում է, ես պիտի գնամ այնտեղ եւ երբեք հետ չեմ գալու այստեղ։ Այո, այս մի քանի տարիները կվերջանան, երբ որ ես գնամ եւ ասեմ, Տեր Հիսուս, իմ բարի պատերազմը, որ տվել էիր, պատերազմեցի, հավատքս պահեցի, ընթացքս կատարեցի։ Եվ Երանի մեզ, երբ որ մենք երկնքում հանդիպենք Քրիստոսին, եւ Տերը ասի, ապրես, բարի եւ հավատարիմ ծառա, այո, մտիր քո Տիրոջ ուրախության մեջ։ Սիրելի Աստծո ժողովուրդ, թող Աստված մեզ օգնական լինի, թող Աստված մեզ զորացնի։ Հիշելով Պետրոս Առաքյալի երկի խոսքերը, գնում էր Պետրոս ճամփով քարքարով, ճամփան շատ դժվար էր, ճամփան էր փշոտ, այո, եւ Պետրոս մինչև վերջ հավատարիմ մնաց։ Սիրելի Աստծո ժողովուրդ, այստեղ շատերը տառապանք եք տեսել, զավակներից տառապանք, հոգսերից, դժվարություններից, ոմանք աղքատությունների միջով, բայց մնացել են հավատարիմ։ Եվ այսօր որ դու այստեղ նստած ես, միտք մի արա թե ինչ կնի քո վերջում, դու հասի երկինք եւ քո արցունքները տարիների թափած, Ավետարն ասում է, ոչ թե հրեշտակները, ոչ թե քերոբեները պիտի սրբեն, գրված է Աստված պիտի սրբե ամեն արտասուք նրանց աչքերից։ Երանի մեզ, երբ որ հասնենք երկինք եւ ասենք Տեր Աստված, դու ինձ սիրեցիր, ես էլ քեզ սիրեցի։ Գանք աղոթքի ամեն։